Ողջույն, ես Քնարիկ Խաչատրյանն եմ, Ադամանդե տնօրեն Faberlic ընկերությունում։ Իսկ ինչպես լողացնել նորածնին, խորհուրդներ 4 երեխաներ ունեցող մայրիկից։ Մայրիկներ, ուզում եմ կիսվել հենց ձեր հետ նրանց հետ, ովքեր ունեցել են իրենց առաջին երեխային։ Մի ընդունեք լողացնելու process-ը որպես պարտականություն կամ ստրես։ Ընդունեք դա որպես ուրախություն, չէ՞ որ դա ձեր երեխայի համար մեծագույն հաճույք է, նա 9 ամիս ապրել է հենց ջրային միջավայրում։ Ուստի միշտ տապեք, հաճույք ստացեք։ Կարող եք այդ ժամանակ մերսել երեխայի ոտքերը, ձեռքերը, ժպտացեք, խոսեք նրա հետ բարի ձայնով, թույլ տվեք, որ ջուրը նրան թաթախի, որպեսզի նա զգա իր ամբողջ մարմնով եւ հանգստանա այդ ջրի մեջ, դա նրա համար շատ հաճելի process է։ Լողացնելը միայն մաքրելու մասին չի, դա ձեր եւ ձեր երեխայի մտերմության պահն է, այն պահը, որ ձեր երեխան պետք է ձեզ վստահի։ Փորձեք վայելել այդ ժամանակը, միշտ տապեք։ Եթե լողացնում եք առաջին անգամ, կարիք չկա օգտագործել որևէ լոգանքի միջոց։ Կարող եք օգտագործել ուղղակի ձեր ձեռքերը եւ տաք ջուրը։ Ընտրեք ջուրը այնպես, որպեսզի հենց ձեր ձեռքերին շատ հաճելի լինի, ոչ շատ տաք, ոչ շատ սառը։ Պետք չի մտածել անպայման պետքա չափել ջրի ջերմաստիճանը, կարիք չկա։ Հետագայում կարող եք օգտագործել նորածնի համար նախատեսված միջոցներ, որոնք այսօր շատ կան։ Եթե երեխայի մաշկը ցանավորված է կամ կարմրած է, խորհուրդ կտամ օգտագործել երիցուկի մզվածք։ Երիցուկը կարող եք գնել կամ հավաքել ինքներդ, ստեղծել թուրմը եւ հենց այդ թուրմը ավելացնել լոգանքի ջրին։ Պահեք երեխայի գլուխը ձեր ձեռքերի մեջ, իսկ ընդհանուր մարմինը թույլ տվեք, որպեսզի հանգիստ գտնվի ջրում։ Վայելեք այդ հրաշալի process-ը, որին ես այնքան կարոտել եմ։